Կարճ խնդրեմ, կարճ։ Միջանյան երեք Նիկոլ Փաշինյանը ըստ էության ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են։ Իհարկե հետո վերեց այսպես բենզինի, գազի, չգիտեմ, ցորենի Ադրբեջանի այսպես տարածքով գալը, իհարկե դա արդեն այլ հարց է, դա էներգետիկ համակարգի հետ կապ չունի, բայց այսպես հաշվի առնելով այն, որ օրինակ հետքը պարզել էր եւ վաղուց էր դա հայտնի, որ այսպես ասած Արևմտյան Ադրբեջանի 300,000 ադրբեջանցիների վերադարձը այսպես Ալիևի կողմից ֆինանսավորվող, այսինքն պետական ապարատից ֆինանսավորվող գործընթաց է եւ արտաքին հետախուզության ծառայության զեկույցն էլ ըստ էության այդտեղ վտանգներ տեսել էր, այս համատեքստում որքանով է այսպես իրատեսական, որ եթե իսկապես կայանա այդ էներգետիկ համակարգի միացումը եւ մի օր օրինակ, չգիտեմ, Ադրբեջանը որոշեն, որ եթե չեք կատարում այս պահանջը, ցույց չեք տալիս մեր բնակչությանը գալ տեղավորվել Հայաստանում, մենք էներգետիկ կոլապսի մեջ ենք պահում Հայաստան։ Այսպիսի հեռանկար, որտեղ նայեք ուրիշ բան է, որ լրատվամիջոցներն են պարզում, բայց երբ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության զեկույցն է դա ասում, նշանակում է, որ սրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Շնորհակալություն, փորձեմ կարճ պատասխանել։ Ուրեմն առհասարակ այդ արտաքին հետախուզության զեկույցը ինքը շատ ծիծաղալու պատմություն է։ Երեք Փաշինյանն էլ ասաց, ասում է, այդ արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթարկվող կառույց է, ինչի համար մեկնաբան է։ Շատ խնդալու է, բան, այս ոնց որ ձախ ձեռքով աջ ձեռքը չշոյես։ Այսինքն ձախ ձեռքով ինքը շոյում ասում է, ինչ փոփուշա կառավարություն է, ինչ փոփուշա կառավարությունը, տեսեք ինչ լավ է, տեսեք ինչ լավ է, խնդալու է, ես այդ զեկույցից մեկնաբանել չեմ ուզում։ Այդ մեկ։ Երկրորդ, այդ էներգետիկ համակարգերի միացնելու հետ կապված կարող է մի օր էլ բանակները միացնի։ Կարող է ասի օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Մոտ նույն տրամաբանությունն է, այսինքն ես հիմա պետք է բացատրեմ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի քաղաքացիներ, օքեյ, մեր էներգետիկ համակարգի, այսինքն լույսի ռուբիլնիկը տալ ադրբեջանցիներին։ Ես օքեյ չեմ։ Ստեղ նստած էին մարդիկ, որոնք օքեյ էին։ Երեք էլաժամբյոնից խոսել է մի մարդ, որը օքեյ էր։ Իմ համար դա անկալելի է։ Այս ամբողջ process-ները իմ գործընկերներից մեկը երեք դրա մասին խոսեց։ Շատ էական է կարդալ ոչ թե թուղթը, որի մեջ 16 անգամ ինքնիշխանություն բառն է գրած, այլ օրինակ իմ գործընկերոջ երեկվա բացահայտած փաստը, որին Արարատ Միրզոյանը բացարձակ չպատասխանեց։ Ինքնիշխանություն, բայց այդ ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան տնտեսական ոլորտի պաշտոնյան գնացել է Ադրբեջանի հետ քննարկում պետական ուշադրություն, պետական ադրբեջանական ներդրումները ԱՄՆ-ն մասնավոր ընկերություններում, որոնք զբաղված են լինելու թրիփով։ Այսինքն, տեսեք ինչ սիրուն է թղթի վրա։ Թղթի վրա 20 քանի տոկոսը Հայաստանինն է, 70 քանի տոկոսը Ադրբեջանին է։ Բայց երբ որ մի քայլ ներքև ես գնում, պարզվում է այդ Ամերիկայի 70 քանի տոկոսի իրական տերերի վերաբերյալ այս պահին Ադրբեջանի հետ քննարկումներ են գնում, ու ես Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեղադրելու ոչ մի իրավունք չունեմ։ Ես մեղադրելու իրավունք ունեմ բացառապես Հայաստանի Հանրապետության այսպես կոչված կառավարությանը։ Մեկ էլ վերջին նախադասությամբ, այստեղ անդրադարձ կատարվեց Հռիփսիմե Հունանյանի հայտարարության հետ կապված, ուզում եմ հիշեցնել, որ ակուրատ 3 առաջի օրը Տիկին Հռիփսիմե Հունանյանը հայտարարեց, որ եթե քաղբանտարկյալ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատանա, ապա ինքը չի բացառում հավանականությունը գնալու իրեն այցելելու։ Հաջորդ օրը Հռիփսիմե Հունանյանը հրաժարվեց Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից եւ հրաժարվեց հաջորդ ազգային ժողովի ընտրություններում ԿՊ ցուցակում ընդգրկվելուց։ Իհարկե գովելի որոշումը, բայց եկեք մի հատ համադրենք փաստերը։ Փաստորեն հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալին այցելելը չբացառելու համար ակնհայտ դրամաբանությամբ Տիկին Հունանյանը զրկվեց իր պաշտոնից եւ հետագայում պատգամավոր դառնալու հնարավորությունից ԿՊ ցուցակով։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։